Այսօր ժամը 15:50-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնի տեղեկություն է ստացվել, որ Անդրանիկի 8 շենքի 34 բնակարանում հանկարծամահության դեպք կա։ Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1983 թվականին ծնված Արամ Սուքիասյանը կասնով հարվածել է իր տատին 1929 թվականին ծնված Ռոզա Գրիգորյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Արամ Սուքիասյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Ինքը անընդհատ ինձ նեղացնում էր ու առանց պատճառի, ասում է դու գիժ, գարշելի, թոքախտ, ամեն ձևի վատ բաներ ինքը իմ հասցեին ասում է։ Ես էլ չկարացի։ Արամ Սուքիասյանը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 18-ից 19 հանրապետությունում արձանագրված գողության 13 դեպքից բացահայտվել է 9, մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից 11, իսկ խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 6, գողության 2 եւ խուլիգանության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 14-ին ժամը 9:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 1954 թվականին ծնված Լիգիա Միքայելյանը տնից դուրս է եկել եւ այլևս չի վերադարձել։ Նրա արտաքին նշաններն են՝ հասակը 165 սանտիմետր, միջին կազմվածքով օվալաձև դեմքով։ Հագին եղել է սև գույնի մուշտակ, սև գույնի մորթուց գլխարկ։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Լիգիա Միքայելյանի գտնվելու վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեր Զեյթունի բաժին։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը մուտք է գործել Կոմիտաս 59 նահասում գտնվող լուսատեխնիկ բաց բաժնետիրական ընկերության տարածք եւ գողություն կատարել։ Բարձրացել էր տանիք, կտրել գրասենյակի պատուհանի ճաղավանդակը, մտել ներս, լինգով բացել չհրկիզվող պահարանի դուռն ու թռցրել 150,000 դրամ։ Ապրիլի 18-ին ժամը 4:30-ի սահմաններում նույն անձը կրկնել էր այցելությունը։ Այս անգամ կոտրել էր արհեստանոցի դռան կախովի կողպեքն ու փորձել էր գողանալ մալուխի կապոցներ։ Սակայն ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ ունեին եւ նախապես տեղյակ էին գողության հավանական փորձի մասին։ Ամենօրյա գիշերային պրոֆիլակտիկ շրջագայությունների ընթացքում հատկապես ուշադիր էին ընկերության տարածքի հանդեպ։ Նշված հասցեում գիշերային ծառայություն իրականացնելիս նկատեցինք 2 անձանց, որոնք տվյալ պահին կատարում էին գողություն։ Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը։ 1978 թվականին ծնված Արամ Սողոմոնյանն ու 1983 թվականին ծնված Եղիա Շակիլյանն էին։ Շակիլյանը խոստովանեց, որ օրեր առաջ ինքն է չհրկիզվող պահարանից գողացել գումարը։ Ավելացրեց նաև, որ այս անգամ էլ նախքան արհեստանոցի կողպեքը կոտրելը կտրել էր պատուհանի ճաղավանդակն ու բացել պահարանի դուռը, սակայն պահարանը դատարկ էր եղել եւ որոշել էր մալուխի կապոցները գողանալ հետագայում վաճառելու ակնկալիքով։ Գողոնն առգրաված է, կատարվում է նախաքննություն։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական եւ տարածքային մարմինները դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների, ինչպես նաեւ վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անկաշկանդ գործունեությունը։ Ընտրությունների ժամանակ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող։ Եթե ընտրական հանձնաժողովի նախագահի այս պահանջը չի պահպանվում, նրա խնդրանքով այդ գործառույթն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ։ Ոստիկանը անմիջապես մտնում է քվեարկության սենյակ, հավաքվածներին իրազեկում սահմանափակման մասին եւ առաջարկում դուրս գալ սենյակից։ Նշված պահանջը չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողը միջոցներ է ձեռնարկում հավաքված անձանց քվեարկության սենյակից դուրս բերելու ուղղությամբ։ Այս դեպքում քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնել հերթով 1-1։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է ընտրությունների ընթացքում եւ առհասարակ հետևեք օրենքի պահանջին եւ աջակցեք ընտրությունների անխափան անցկացմանը։ Քվեարկությանը մասնակցելու համար ձեր անունը պետք է լինի ընտրողների ցուցակում։ Համոզվելու համար ստուգեք ձեր տվյալներն ընտրողների ցուցակում։ Մինչև քվեարկության օրը այցելեք 3w.elections.am կայքի ընտրողների ռեգիստր բաժինը կամ ձեր տեղամասային կենտրոն։ Եթե ընտրողների ցուցակում ձեր տվյալները բացակայում են կամ տվյալներում առկա են անճշտություններ, ապա մինչև մայիսի 1-ը անճշտությունների վերացման համար դիմեք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն։ Իսկ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար ցանկացած ժամանակ մինչև քվեարկության ավարտը։ Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել 010 53 88 63 հեռախոսահամարով։
Իմացեք ձեր իրավունքները, մասնակցեք ընտրություններին։